Լավ, Ռոբ։ Ինչ-որ բան ա եղել։ Քունս ա բացկում, իրան պետքա գնամ։ Ոնց հասկացա աղբերդ էլ գալիս ա։ Ես գնացի, լավ մնա։ Հա, կարաս գնաս։ Ալյո։ Նոր մի քիչ արագացրու էլի։ Մենք դպրոցից դուրս ենք եկել, բայց Ալինան էլի վատացել է։ Չգիտեմ ինչ անեմ։ Հասկացա, գալիս եմ։ Ասում ես ինչ ես մենակ դուրս եկել տանից։ Դե ուղղակի ուզում էի մենակ մնայի։ Քո նման չի։ Դե վթարից հետո մարդիկ փոխվում են։ Դες կատակով ուզում ես թեման փոխես։ Իսկ կարող է խնդիրը Էլիզնա։ Օրինակ լեզու չեք գտնում կամ դուրդ չի գալիս որ տաննա դուրս ես եկել։ Արշակ քեզ թվում է ես Էլիզի համար տանից դուրս կգայի։ Հա, հասկացանք, որ չեմ սիրում, բայց հաստատ Էլիզը պատճառ չի, որ ես իր համար տանից փախնեմ։ Նայ, քեզ բան եմ ասում, բայց խնդրում եմ ինձ ճիշտ հասկանաս առանց ծայրահեղությունների, հա։ Ու Նայ, ոչ մի բան դեռ չի եղել։ Ես վստահ եմ, որ չի էլ լինի։ Ուղղակի մեր տուն նոր մարդ ա եկել։ Լավ չենք ճանաչում։ Ժամանակ ա պետք, որ այդ մարդուն լիարժեք հասկանանք, ճանաչենք, իսկ միջև այդ ես ուզում եմ, որ դու իրան արևի հետ մենակ չթողնես։ Այսինքն դու Էլիզին չես վստահում։ Ես ուղղակի ասում եմ, որ դու որոշ ժամանակ իրանց հետ լինես, այդքան բան։ Հա, Էլիզը լավ աղջիկ ա, արևն էլ սիրել ա, բայց փաստն է, որ չենք ճանաչում։ Արշակ, ես իրոք չեմ հասկանում։ Դու ինձ ասում ես, որ ես լավ տրամադրվեմ, բայց դու ինքդ կասկածներ ունես։ Լավ խնդիրը որն է, որ մենք ուրիշ մարդու չենք բերում։ Եթե դու անգամ շատ փոքր կասկածներ ունես, ինչի ես դու իրան հանդուրժում։ Շատ լավ մասնագետներ կան, որ ունեն աշխատանքի կարիք։ Ինչի մենք իրանց չենք բերում։ Ուղղակի ասա Էլիզին, որ չգա։ Մագդա կլինի չկենտրոնանաս Էլիզին աշխատանքից ազատելու վրա։ Ուղղակի հետևողական լինես, ինձ ասա կամ հա, կամ չէ, ուրիշ բան պետք չի ասել։ Լավ Արշակ, ոնց ասես։ Ուղղակի գիտես խնդիրը որն է, համ դու կասկածներ ունես, համ ես։ Բայց մենք պետքա դիմանանք ու ես չգիտեմ ինչի։ Դու էլ չես ուզում ինձ բացատրես։ Լավ, արի գնանք տուն։
Արև ինչի չես ուտում։ Սպասում եմ պապան գա, բոլորը ուտենք։ Բա դու նեղացած չէիր պապայից հետ։ Գիտես, մեկ-մեկ կարելի է նեղանալ։ Հա, այդ վատ բան չի։ Մեկ-մեկ պիտի նեղանաս, որ հասկանան սխալ են արել։ Ու այդ քեզ դուր չի եկել։ Ու հետո էլ տենց բան չեն անի։ Իհարկե չեն անի։ Իսկ եթե չես նեղանում, էլի են անում։ Բայց պապան միշտ իր խոստումները պահում է։ Դե տես, այս անգամ չպահեց, չէ՞։ Բայց դու լավ, շատ մի մտածի։ Հացդ կեր, մենք իրար դուրս կգանք քայլենք մի քիչ։ Այսօր տանից դուրս չենք եկել։ Թող իրենք էլ իրենց կարևոր գործերով մնան։ Հմ? Կեր։ Անալին, հիմա ոնց ես։ Դզվեցիր գոնե մի քիչ։ Ուֆ, Ռոբա, լավ։ Կանց ես։ Ինչ կա, որտեղ է դա ցավում, ինչ ա եղել։ Նոր լավ եմ, հանգստացի։ Դե ոնց հայ լավ, սիրտս կանգնեց։ Մի անգամից ընկնում էր։ Եթե հանկարծ կողքը նստած չլնեի ու շատ հափվել էր, մի անգամից ընկնում էր։ Ռոբ, լավ էլի։ Դե ինչ չասեմ, որ վատացել ես։ Հա, հիմա լավ եմ։ Ես չեմ հասկանում, ինչի համար եք մենակ։ Ինչի ձեր հետ մեզ չկա։ Ուրա տա նորենը, ուրա դասղեկը։ Դե ինքը ասեց լավ չեմ, ուղղակի հաս չեմ կերել, դրա համար եմ վատացել։ Իրանք էլ մի անգամից ուղարկեցին տուն։ Հա, չեմ խաբել, ընդամենը սիրտս էր խառնում։ Գնանք տուն, ես հաց կուտեմ, կանցնի։ Լավ, գնացինք, բայց տուն չեն գնում, գնում ենք հիվանդանոց։ Մի անգամից հիվանդանոց են գնում։ Չէ, նոր ես հիվանդանոց չեմ գալիս։ Գնանք տուն, ես կպարկեմ, կանցնի։ Կլինի ես էլի ձեր հետ գամ, մեկա մի ժամ ա մնացել։ Համել որ հիմա սենց վախեցած նստեմ դասի, հաստատ ոչ մի բան չեմ հասկանալու։ Ուզում ասի, որ վախեցած չի, դասն էլ 10-ից 10 հասկանում է։ Լավ, դե մենք գնանք, դու գնա դասի, լավ։ Ես էլ գամ էլի նոր ջան, ես էլ եմ ուզում գամ։ Լավ, գնացինք։ Ուզում ես քեզ մի հատ լավ նորություն ասեմ։ Ես զանգել եմ ու մի քանի գործով պայմանավորվածություն ունեի, բոլորը հանել եմ։ Ու քո հետ երկար եմ մնալու այսօր։ Հա։ Ու մի բան էլ։ Ինչ։ Ես զանգել եմ ու իմացել եմ, որ գրախանութներն են մինչև ուշ ժամը աշխատում։ Ու եթե պապա թողնի, իրար հետ կգնան գնումների։ Չես ուրախանում։ Ես զանգեմ, իմ բոլոր պայմանավորվածությունները հանեմ, որ դու ուրախանաս, դու չես ուրախանում։ Դե լավ։ Դու նկարի, ես էլ գնամ իմ գործերը անեմ։ Պապատ որ գա, ես կգնամ տուն։ Բայց լավ չի, որ ես ամեն ինչ անում եմ, որ դու ուրախանաս, իսկ դու չես ուրախանում։ Ես էլ պիտի ասեի գործեր ունեմ ու գնայի։ Իրար հետ կգնանք։ Բալես, այս դեղն էլ խմի ու գնանք պարկի։ Տատա, այդ ինչ դեղ է։ Ընդամենը ջերմիչեցնող է։ Իսկ կարող է մենք մեզ չբուժենք ու զանգենք հասկանանք ինչա պետք անել։ Նորո ջան, ընդամենը ջերմություն ունի, հենց նոր եմ հանել ջերմաչափը։
Ալին, դու սրանից հետո հաց ես ուտում, նոր ես գնում դպրոց։ Մեկա շուտ ես զարթում, չէ։ 2 րոպե քիչ կանգնի հայելու առաջ, հաց կեր նոր գնա։ Թե ապրես։ Ես ժամերով հայելու առաջ եմ կանգնում նոր։ Բայց ես կոնկրետ ժամ չասեցի։ Դիմա մարդ եմ, ընդամենը վատ եմ ինձ զգացել։ Հա, բան չասեցի քեզ։ Դե հիմա կարևորը ամեն ինչ լավ է։ Տեղերը խմելա, հացը կերելա, որ մի քիչ է պարգի քնի, շատ լավ աղջիկ կդառնա։ Ես առանց քնելու էլ շատ լավ աղջիկ եմ, Ռոբ ջան։ Դատ կլինի տարթող պարկի, մեկ էլ թեյ տուտա խմի, լավ։ Ճիշտ ես ասում, թեյն էլ կօգնի։ Գնանք բալես, գնանք պարկի։ Օգնեմ։ Չէ, Ռոբ ջան, դու արդեն օգնեցիր։ Մնացածը մենք։ Դե ես գնամ։ Ալին ջան, քեզ էլ առողջություն։ Ապրես, Ռոբ։ Դու ոչ չլինեիր, չգիտեմ ինչ էի անելու։ Մենք էլ հեչ, հա։ Ոչ։ Նո, Ռոբին չես սիրում։ Ինչի պետք է սիրեմ։ Նկատի ունեմ ինչի ես հետը տենց մունաթով խոսում։ Բայց մունաթով չեմ խոսում։ Սովորական։ Դու ուղղակի հիվանդ ես, քո աչքին ինչ-որ բան իր թվում։ Բալես վեր կաց։ Արի բալես։ Արի գնանք պարկի։ Արի, սկոշ։ Եվ ինչ ասեցին։ Դե ասեցին, որ արդեն ահագին լավ եմ։ Այդ իրանք են ասել, թե դու ես հորինել։ Զանգի հարցրու։ Շնորհակալ եմ։ Չէ, չեմ զանգի։ Ու հիմա ես քեզ կասեմ, որ մեքենա վարելու մասին դու կարաս երկար ժամանակով մոռանաս։ Հասկացար ինձ, Մագդա։ Էլիս ջան, Արվին կասես գա։ Էս էլ հարևը։ Արևս չես գալի գրկես։ Քանի ստացվեց, որ ես շուտ եկամ, բալես պատրաստի գնանք խանութ միասին։ Կորամ Էլիզի հետ գնամ։ Հա, բայց ես եկել եմ, որ միասին գնանք։ Բայց ես Էլիզի հետ եմ ուզում։ Նեղացել ես։ Պապ, Էլիզի հետ եմ ուզում ես։ Արև ջան, պապան եկել հասել է։ I want to go with you. Լավ բալես, դու գիտես։ Դե գնա։ Գնա փոխվի, որ միասին գնանք։ Այ քեզ բան։ Ոնց որ մեր արևը չլինի։ Տարիքային է։ Ոչինչ։ Ես կխոսամ հետը։
քնած են։ Հա, տատին արդեն պարկել է, վստոնել առավոտվանից պարկած է։ Ինչի։ Վատ է զգացել իրեն, իրենց էլ բերել եմ տուն։ Ոնց, բա հիմա ոնց է։ Լավ է, ամեն ինչ նորմալ է, դու ասա, դու ոնց ես։ Ոնց փրկվեցիր այդ վախենալու տնից։ Ես ամեն օր մտածում եմ, որ քեզ ինչ-որ բան են անելու, վատ նորություն է գալու տուն։ Ես գնամ քնեմ, բարի գիշեր։ Այսօր գիտես ում եմ տեսել։ Ում։ Նորո։ Արշակին։ Մացար, որ Արշակի մասին է խոսքը։ Հա։ Կյանքում չէի մտածի, որ դրան էլի կտեսնեմ։ Մտածում էի լիքը ժամանակ անցել։ Տենց միշտ չեմ զգա ամեն ինչ, բայց գիտես, ոնց որ 10 տարի առաջ նույն ձևել հիմա ուզում էի սպանեի։ Նոր որտեղ ես տեսել։ Ոնց ես տեսել։ Փողոցում։ Հասնում էր փողոցը։ Ինքան վստահ էի, որ չենք հանդիպելու։ Մտածում էի, որ ժամանակ անցել։ Որ ամեն ինչ չի կարա այդքան հեշտ անցնի իրանց համար, բայց չէ։ Գիտես, նենց լավ էր զգում իրան։ Մեր Երևանով քայլում է, ամեն ինչ նորմալ է իր մոտ։ Հաստատ այդ երեխուն էլ է բերել։ Հա, դե ու չէր թողելու։ Հաստատ բերել է։ Բերել է, տեսնես Ֆաթմեն է այդ երեխուն ասել է, որ բացի իրանից 3 հոգի էլ կան, որ իր մեղքով առանց մեր են մեծացել։ Հաստատ ասել է։ Ոնց էր ասեմ, հաստատ չես հասկանա իմ հետ ինչ է կատարվում։ Ինչու ոչ մի բան չես ասում։ Առաջ որ իրա մասին ինչ-որ բան էի լսում, քեզ ճախում էիր մեջտեղից, ինչ-որ բան էիր ասում, չէր դիմանում, այդ ինչ եղավ, որ բերանդ ջուր ես առել, որ ոչ մի բան չես ասում, է։ Ոնց եմ հոգնել ես ձեռնափայտերով քայլելուց։ Քնեց երեխան։ Քնեց։ Բայց ասում էր, որ Էլիզը խոստացել է, որ վաղը գնալու են խանութ, հետո նկարելու են, Էլիզ, մենակ անդադար ինքը Էլիզի մասին է խոսում։ Ինչի լավ չի, որ մտերմացել են։ Հա, Արշակ, լավ է։ Ուղղակի կարիք չկա, որ ինքը երեխուն ասի, եթե պապան չի կարողանում տանի, ես քեզ կտանեմ։ Էդ ինչ մոտեցում է երեխու հանդեպ, Արշակ։ Արևը այսքան ժամանակ քեզնից երբեք չի նեղացել, բայց հիմա արևը ոտքը խփում է գետնին ու արդեն որոշումներ է կայացնում։ Մագդա, դու չափազանցնում ես։ Դու գիտես, Արշակ, ես էլ ոչ մի բան չեմ ասելու։ Դու գիտես, որ ես այդ աղջկան չեմ հավանում, ու այսօրվանից հետո հատկապես։
Ինչ կարանք անենք։ Ոչ մի բան։ Մենք չենք կարա մարդուն արգելենք, որ Հայաստանում ապրի։ Նորո։ Մոռացի ու վերջ։ Դու հիմա լուրջ ես խոսում։ Բա ինչ ասեմ։ Գնանք ասենք, չես ամաչում հետ գնամ։ Չէ։ Իհարկե չէ։ Բայց դու հասկանում ես, որ ամեն քայլափոխի կարող է դրանը հանդիպենք։ Ու ես վստահ չեմ, որ հաջորդ անգամ ես կարողանալու եմ ինձ զսպեմ։ Այսօր էլ։ Եթե երեխու դեպքը չլիներ չզանգեին, կարող եմ մոտենայո։ Նորո։ Իմաստը որն է։ Իմաստ չկա։ Ուղղակի ինչ դրան տեսել եմ, էլ ոչ մի բանի մասին չեմ կարող մտածեմ։ Ոչ մի բանի վրա չեմ կարող կենտրոնանամ։ Ու չեմ ասում այդ երեխու մասին։ Պետք էլ չի։ Պետք չի ասել ոչ մի բան երեխու մասին, ոչ էլ իր մասին։ Մոռացի Նորո։ Ուղղակի մոռացի։ Չէ, ես չեմ ընդունել։ Ու չեմ ընդունելու այդ երեխուն։ Բայց չեմ էլ կարա մոռանամ, որ մեր Արոնն է։ Եթե նույնիսկ մի կաթիլ Արոն կա այդ երեխու մեջ, այդ ես չեմ կարա փոխեմ։ Հետո այդ երեխին մեղավոր չի։ Մեղավոր է։ Ինչու՞ է մեղավոր։ Ինքը չի ընտրել, որ ծնվի։ Հասկանում ես, ստեղ մենակ մի հոգի է մեղավոր։ Այդ մարդը։ Էլիս, իմ սիրտը պայթում է։ Ես իմ տեղը չեմ գտնում։ Բայց դու տարօրինակ ձևով հանգիստ ես։ Նոր։ Ես չեմ ուզում, որ ոնց որ մեր մանկությունն են կորցրել, տենց էլ երիտասարդությունը կորցնենք ուղղակի։ Չեմ ուզում լսեմ ոչ մի բառ ոչ այդ մարդու մասին, ոչ էլ այդ երեխու մասին։ Խնդրում եմ, Նորո։ Խնդրում եմ, արի մոռանանք։ Մոռացի ուղղակի Նորո։ Մենք Ալինա ունենք։ Հիշում ես, մենք Ալինա ունենք, մենք պիտի ամեն ինչ անենք, որ Ալինան մեզնից լավ ապրի։ Նոր մենք իրար ունենք։ Խնդրում եմ, արի մոռանանք։ Ինչ-որ բան ես մտածել Նորը։ Դες ինչ։ Դու արդեն որոշել ես, չէ՞։ Դու քո հանգիստ կյանքով ապրի։ Մագդա, քեզ եմ սպասում։ Արի մի բան կեր, որ բժշկի գնանք։ Գալիս եմ հիմա։ Տրամադրությունդ ոնց որ թե բարձր է։ Արտակարգ։ Առիթ կա։ Դեքնից արթնացել եմ, քո նման ախպեր ունեմ, 2 հատ առողջ ոտք, եղանակն էլ ոնց որ այսօր վատը չի։ Քիչ է։ Սպասում եմ։ Ու հնարավոր է այսօր ունենամ շատ լավ հանդիպում։ Հաստատ քիչ բան չի։
Ես հաստատ որոշել եմ։ Հա, դուրս կգամ աշխատանքից տատի։ Ես եմ մեղավոր։ Ես ապուշի պես որոշումներ եմ կայացնում ու իմ պատճառով նորոն հիմա այդ մարդուն եմ անգալիս։ Ավելի լավ է թողնեմ, թող հանգիստ ապրեն իրենք իրենց կյանքով, հա։ Ոչ մի բան հաստատ չեմ անի տատ։ Մենակ թե նորոն ման չկա իրենց։ Չէ, ես մտածում էի, որ նորոն կհանդիպի իրեն, բայց որ այսքան շուտ չէի պատկերացնում։ Գնացի։ Նոր Աս։ Ոնց ես։ Իմացա, որ երեխեն վատա, ձեր տուն եմ գնում։ Հա, երեխեն արդեն լավ է, դասի է գնացել։ Հա, ինչ լավ է, ես էլ անհանգստանում էի։ Էլիզի հետ չես խոսացել։ Քեզ չի ասել, որ երեխեն արդեն լավ է, դասի է գնացել։ Չէ, ասել է, ուղղակի ուզում էի քեզ հանդիպել։ Այն օրը, որ խոսացինք Էլիզի թեմայով, ինձ թվաց չհավատացիր։ Հիմա էլ չեմ հավատացել։ Նոր, եթե ես ինչ-որ բան իմանայի, քեզ չէի ասելու։ Հաս, ես ու դու վաղուց արդեն բաժանվել ենք։ Ու բաժանվել ենք նրա համար, որովհետև ինձ խաբել ես։ Իհարկե կներես, որ ես ամեն ինչը երեսիդ եմ ասում ուղիղ ու հիշացնում եմ, բայց այդ տենց է։ Ու հիմա էլ Էլիզի հետ կապված հարց եմ տալիս ու էլի խաբում ես։ Ու այդ ամեն ինչը ես շատ լավ զգում ու տեսնում եմ։ Ես չգիտեմ Էլիզի ինչ է մտածել կամ ինչ չի պատմում։ Բայց որ այդ ամեն ինչի մեջ դու ես խառնված։ Այդ հաստատ։ Ես գնացի։ Ալո։ Նորը, չեմ խանգարում։ Չէ, չես խանգարում։ Զանգել էի տեսնեմ քուրիկդ ոնց է։ Լավ է արդեն։ Ահա, ամեն ինչ լավ է, արդեն դասի է գնացել։ Պարզադե կարևորը է դա։ Դու ասա, քո այդ ամեն ինչ նորմալ է։ Ախպերդ եկավ հետևիցդ։ Հա, հասա, բայց տանը ձանձրանում եմ, անելու ոչ մի բան չունեմ։ Որ ճիշտն ասեմ, ես էլ։ Դու հիմա տանն ես ու անելու ոչ մի բան չունես։ Չէ, տանը չեմ իրականում, բայց ձանձրանում եմ, ինչ-որ բան է պետք անել, որ ցրվել։ Ինչ-որ առաջարկներ կան։ Տպավորությունա, որ ես քեզ ժամադրության եմ հրավիրում, բայց կարող եմ մի տեղ դուրս գանք։ Մագդա ջան, որ ճիշտն ասեմ, պետք է մտածեմ։ Այսինքն։ Դե ձևը տենց է, չէ՞, պետք է ինձ թանկացնեմ եւ այլն։ Չէ, լավ։ Ասա ուր պետք է գամ։ Չնայած ես ինչ անիմաստ հարց եմ տալիս, մեկա դու չես կարողանում քայլել, պետք է գամ ձեր տան մոտ։ Չէ, ես այսօր աղբորս հետ իմ վերջին ֆիզիոթերապիային եմ գնում։ Ես գնամ ու քեզ կզանգեմ կգաս։ Լավ, կսպասեմ զանգիդ։ Էլիզը ինչ է ուշանում։ Կներեք որոշացա։ Էլիզ ջան, մենք արդեն ուշանում ենք։ Իսկ կարող ենք խոսել հետո գնանք։ Իսկ կլինի գանք նոր խոսենք։ Ասացի, ուշանում ենք արդեն։
Բայց այսօր անպայման խոսենք, էլի կարևոր է։ Էլիս բան ա եղել։ Չէ, ավելի ճիշտ գնացեք հետո կասեմ։ Չեմ ուզում ուշացնեմ ձեզ։ We're going to buy the copybooks, right? Չէ, Ինչի։ ժամանակ չկա։ Բայց դու ասում ես Արև։ Կլինի ես մի հատ տեղավորվեմ, հետո հասկանանք։ Ումի նվնվա։ Մեծ աղջիկ ես։ Մերսի շատ։ Մա վերջ։ Հա։ Բժիշկն ասաց, որ կարամ արդեն առանց ձեռնափայտերի քայլեմ։ Գիտես Արշակ, ստացվում է արդեն։ Շատ լավ է, ուրախացա։ Բայց քիչ։ Գիտեմ, պետք է աշխատեմ, որ լավ ստացվի։ Կներես։ Հա, ես կես ժամից կհասնեմ։ Ոնց արդեն հասել է։ Պետքան շուտ։ Ինձ ուրիշ ժամ էր ասել։ Լավ, զբաղացրեք, ես հիմա կգամ։ Մագդա ջան, գնացինք, քեզ տուն հասցնեմ ու ես գնամ։ Լսի, գործս կարող է լինի։ Պատկերացնում ես, այդ մարդը չի գնացել Մոսկվա։ Սպասել այնքան, մինչև նոր փաստաթուղթը լինի։ Հենց որ գնացինք։ Չէ, Արշակ, ես տաքսիով կգնամ։ Մագդա։ Ինչ Արշակ։ Այդ մարդը այդքան երկար քեզ է սպասում։ Մի չարաշահի այդ մարդու համբերությունը։ Ես տաքսիով կգնամ։ Ես հանգիստ չեմ լինի, եթե քեզ տուն չհասցնեմ։ Արշակ, լավ էլի։ Այն օրը ոնց այգի գնացի, տենց էլ տուն կգնամ։ Նենց մի արա, որ ես ինձ անօգնական զգամ։ Լավ, հենց հասնես կզանգես։ Անպայման։ Դա իդեպ, ես վերջերս շատ ես ուզում մենակ մնաս։ Ես արդեն գալիս եմ։ Պայմանագիրը պատրաստ է։ Չլինի մեր առաջին հանդիպումն ես հիշել։ Ինչ խոսք նման է։ Չէ, նման չի, որովհետև ես արդեն առանց ձեռնափայտերի կարամ քայլեմ։ Լուրջ, շատ ուրախ եմ քո համար։ Իդեպ բժիշկը առաջին մարդն էր, որ տեսավ, դու էլ երկրորդը կդառնաս։ Սրանք վերցրու։ Վստահ ես։ Հա։ Զգուշ։ Բայց ստացվում էր։ Էլի կստացվի, բայց պետք է ամեն քիչ համբերատար լինես։ Ապրես, փրկեցիր կյանքս։ Դու իմ հերոսն ես։ Հիմա ինչ, եկել եմ, որ քեզ տուն տանեմ։ Դե ես չէի ուզի, որ տուն գնայինք։ Իրականում ես էլ չեմ ուզում, բայց չգիտեմ ինչ առաջարկեմ, որ քո սրտով լինի։ Կարողա գնանք մի բան ուտելու։ Դեմ չեմ։ Այսօր դու ինչ ասես, ես ասելու եմ հա։ Էդ ինչի։
Դե նայ, որովհետև դու ես ինձ ժամադրության կանչել։ Ես ուղղակի զարմանում եմ մի քիչ քո պահվածքից, որովհետև դու ես կանչել, դու պետքա որոշել, մենք ուր ենք գնում ու ինչ ենք անելու, չէ՞։ Նորո։ Լավ, կատակ եմ անում։ Արի, գնացինք։ Դե ճիշտ ես ասում, իրականում ես եմ քեզ ժամադրել։ Ու հիմա պետք է ամաչի, բայց մի տեսակ չեմ ամաչում։ Իրականում ես պետք է ամաչեմ, որ թույլ եմ տվել, որ դու ինձ ժամադրություն անես։ Բայց ոչինչ, ես մի քիչ դանդաղ եմ մտածում, հետո կսովորես։ Բա ինչ ենք ուտելու։ Այդ մեկը հաստատ ես եմ որոշելու։ Իրականում, որ ես շատ սոված եմ լինում, մի բան կա, որ մտքից գալիս է։ Ու ինչը։ Այդ մեկն էլ հետո կհասկանաս։ Լավ։ Գնացինք։ Հա, հաս։ Հա։ Տեսելա, ու չես կարա պատկերացնես ինքը ինչ վատ վիճակում էր ամբողջ գիշեր։ Ես քեզ չեմ կարող ուղղակի նկարագրեմ։ Պատկերացնում եմ Էլիս։ Ես շատ լավ պատկերացնում եմ, թե Նորոն ինչ վիճակում է լինում, երբ որ ջղայնացած է լինում։ Իբր հույս ունեի, որ կհաշտվենք, բայց հիմա էլ քո թեմաներով է նեղացել։ Ու ստացվում է, որ ես իրան էլի խաբում եմ։ Ես չգիտեմ ինչ եմ անելու։ Բայց ես քեզ ասում էի, չէ, Էլիս, դու ինձ չլսեցիր։ Ապրես, շատ ապրես։ Ճիշտ ժամանակին որոշեցիր նկատողություն անես, հաս։ Ես նկատողություն չեմ անում։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, թե ինչ պետք է անենք։ Ոչ մի բան էլ պետք չի անել։ Ես ուղղակի վաղվանից Ալեստուն չեմ գա։ Ոտքս Ալեստուն չի մտնի։ Ես եմ մեղավոր։ Առանց էդ էլ ամեն անգամ չգիտեմ, գալուց ինձ հազիվ եմ զսպում, որ այն ինչ մտածում չասեմ իրանց դեմքին։ Այն երեխու մասին ընդհանրապես չխոսեմ։ Երևի տանել չեմ կարողանում ուղղակի այդ երեխուն։